Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Civic-ի միտահավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Էդուարդ Աղաջանյանին։ Բարև ձեզ, պարոն Աղաջանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Երեք Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին TRIP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Այսօր դրան անդրադարձավ վարչապետը քարոզարշավի ժամանակ եւ ասաց, որ Հայաստանում խաղաղության երաշխիք է նաեւ TRIP-ի նախագիծը։ Դրա կարևորության մասին խոսենք։ Կարծում եմ, որ վարչապետը միանգամայն իրավացի է եւ այստեղ նորություն չկա ըստ էության։ Կարծում եմ ընդհանրապես Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումները, մասնավորապես տարածաշրջանային համատեքստում, ել ավելի են կարևորվում հենց TRIP-ի իրագործման պայմաններում, որովհետեւ հաշվի առնելով, որ օգոստոսի 8-ի իրադարձությունների մի բաղկացուցիչ մաս է հենց TRIP նախագիծը, իհարկե դա այլ համատեքստում դիտարկել, քան այն ինչ որ վարչապետն ասել է, ուղղակի անհնար է եւ կարծում եմ բոլորին դա պարզ է։ Օրինակ, ձեզ ընդդիմությունը կշարունակի այս խաղաղության թեման կասկածի տակ դնել եւ էլի երաշխավորներ փնտրել, հաշվի առնելով, որ Քոչարյանը երաշխավոր է փնտրում, Ծառուկյանը նույնիսկ Պակիստանիներ տեսնում, Սամվել Կարապետյանն ասում է, սա չի չեղարկի, բայց իրենք իրենց ձևով ինչ որ առաջարկներ են անում, ըստ ձեզ խելամտություն կունենան, թե էլի կշարունակեն նույն կերպ։ Ընդհանրապես ընդդիմությունից խելամտություն սպասելն ու ակնկալելը փոքր-ինչ տարօրինակ կլիներ եւ պատասխանը միանշանակորեն բացասական է, բայց այստեղ պատճառը ոչ թե կամ ոչ այնքան նրանում է, որ նրանք չեն գիտակցում այս բարձ ճշմարտությունը, այլ նրանում է, որ նրանք ամբողջությամբ այլ օրակարգ են սպասարկում եւ ընդհանրապես նրանց քաղաքականության մեջ գտնվելու պատճառները բոլորովին այլ են։ Նման ակնկալիք ունենալը կլիներ տրամաբանական մի քաղաքական ուժից, որը Հայաստանակենտրոն քաղաքական ուժ է, որը սպասարկում է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության շահերը եւ միայն Հայաստանի Հանրապետության շահերը, այդ թվում ընդդիմության պարագայում այստեղ էական չի, հա, եւ մենք բազմաթիվ այս վերջի 5 տարիների մեր դառը փորձը, մեր քաղաքական իրականության հուշում է հենց դա եւ մասնավորապես այն, որ անկախ նրանից խոսքը գնում է ընդդիմության թե իշխանության մասին, քաղաքական ուժը կարող է սպասարկել Հայաստանի Հանրապետության շահերը եւ ցավալիորեն կան դեպքեր եւ դրանք մեր աչքի առաջ են, որոնք բացարձակապես որևէ աղերս չունեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ, հետեւաբար ակնկալել, որ նրանք պիտի այս կամ այն իրադարձության արդյունքում փոխեն իրենց մոտեցումները եւ դիրքորոշումները կլինի անմտություն։ Ուժեղ Հայաստանը անդադ պատտում է 300,000 ադրբեջանցու թեզերը, արդեն այնքան հեռուն գնացին, հիմա էլ ասում են, որ Սաֆարովի երեխաները Հայաստանի մանկապարտեզներում են սովորելու, եթե ԿՊ-ն իշխանության գա։ Վարչապետը պատրաստվում է դատի տալ, իսկ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ վախենում է հայցերից։ Այսինքն ո՞րն է այս կեղծ թեզերի նպատակը եւ երբ դու վախենում ես քո դեմ ներկայացվող հայցերից։ Վարչապետը այս թեմայով իրականում մի շատ որոշ ժամանակ առաջ շատ դիպուկ արտահայտություն է արել, մասնավորապես այն մասին, որ ընդդիմությունը, ու տվյալ պարագայում խոսքը գնում էր կալուգացի օլիգարխի մասին, բայց սա վերաբերելի է վստահաբար Եռագլուխ պատերազմի կուսակցության բոլոր անդամներին, այդ թվում Թաթոյան պրոյեկտին, որ նրանք ըստ էության չեն էլ պատկերացնում կամ չեն էլ գիտակցում ինչի մասին է խոսքը, որովհետև այն տեքստերը, որոնք իրենք արտաբերում են, իրենք չեն գրել եւ մասնավորապես Կարապետյան Սամվելի պարագայում հավանականությունը իսկապես շատ բարձր է, որ նա որևէ բան չի հասկանում եւ չի գիտակցում ինչի մասին է այդ խոսքը, որովհետեւ այն պայից սկսած, երբ AI Սամվել Կարապետյանը փոխակերպվեց իրական Սամվել Կարապետյանով, մենք տեսանք, որ մենք գործ ունենք մի մարդու հետ կամ մի քաղաքական ուժի հետ, ովքեր բացարձակապես որևէ կերպ չեն զգում, չեն հասկանում, չեն պատկերացնում ոչ Հայաստանի ներքաղաքական կյանքը, ոչ տարածաշրջանային իրականությունները եւ պարզ է դառնում, որ նրանք ըստ էության ուղարկված մարդիկ են, ովքեր պիտի սպասարկեն X պետության շահերը եւ հենց այս համատեքստում է, որ կարծում եմ որևէ բան չի փոխվելու։
Խոսենք նաև բացահայտումների մասին, հա, հակակոռուպցիոն կոմիտեն ամենօրյա ռեժիմով բացահայտում է հատկապես ուժեղ Հայաստանի հետ կապված այդ ընտրակաշառքի դեպքերը, եւ այդ հակակոռուպցիոնի տարածած մի ձայնագրությունից էլ ուշագրավ է, որ այսպիսի մի արտահայտություն է, հա, այնտեղ լսվում, որ եթե Նիկոլը հաղթի, Պերևարոտ է լինելու, իդեպ հեղափոխության մասին խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ հետընտրական process-ներ սպասել ընդդիմությունից։ Տեսեք, դուք նախորդ հարցին անդրադարձաք 300,000 շրջակների մեջ ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման հարցին, նաև այն խոսակցությունները, որոնք ի հայտ են, բացահայտվում են հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, դրանք ես ընկալում եմ որպես հիբրիդային ընդհանուր հարձակման տարբեր երկու ուղղություններ, որովհետև նույն այդ քննարկումները իհարկե են մարդիկ, ովքեր տվյալ պարագայում խոսում են, վստահաբար չգիտեմ, որ իրանք ձայնագրվում են, բայց նույն իրանց մեջ այդ խոսակցությունների բովանդակությունը ըստ էության նույն նպատակին է ծառայում, որովհետև այն մարդիկ, ովքեր ներգրավված են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մարդիկ, ովքեր ներգրավված են ընտրակաշառք բաժանելու, ընտրակաշառք վերցնելու այդ կազմակերպչական աշխատանքների մեջ, նրանց ինչ որ տեղից ներարկվել են նույն այդ գաղափարները կամ այդ թեզերը, որ այսպես է լինելու կամ այնպես է լինելու, որովհետև վերջի վերջո այդ խոսակցությունները եւ այդ ինֆորմացիան սկսում է տարածվել նաեւ Հայաստանի հանրության մեջ։ Կա թեզ, որ իրանք որոշում են, որ պետք է ծավալվի եւ տարածվի բացեի բաց հրապարակային արտահայտությունների տեսքով, որը պայմանականորեն կլինի 300,000 ադրբեջանցիների թեզը, որից իրանք ոչ մի կերպ չեն հրաժարվում եւ բարեբախտաբար կարող եմ արձանագրել, որ այս թեզը մեր հանրության կողմից ոչ մի կերպ չի ընդունվել եւ բոլորը հասկացել են, որ սա տափակ եւ տխմար միտք է ընդհանրապես, որը նրանք անհոգնեն փորձում են ներմուծել մեր քաղաքական դաշտ եւ դարձնել օրակարգ։ Օբյեկտիվորեն նրանց մոտ դա չի ստացվել եւ չի ստացվի եւ քանի իրանք այդ միտքը շարունակեն հրամցնել մեր հասարակությանը, ես վստահ եմ այնքան էլ ավելի անլուրջ են վերաբերվելու նրանց մեր քաղաքացիները, իսկ ինչ վերաբերվում է ձայնագրությանը եւ ձայնագրության մեջ զետեղված այդ մտքերին եւ առաջին հայացքից ինչ որ վախեցնող կամ վախ առաջացնող մտքերին, դրանց հիմնական սպառումը նախատեսված է հենց այն մարդկանց շրջանակների կողմից, որոնք ահա ներգրավված են այդ process-ների մեջ։ Ինչու՞, որովհետև նրանց պետք է որևէ երաշխիք, որ այն ինչի մեջ որ հիմա իրանք ներգրավված են, դա ինչ որ պահի բերելու է իր արդյունքները իրենց համար, դրանով նաև նրանք փորձում են նրանց մեջ վստահություն ներարկել առայն, որ նույնիսկ եթե դուք բռնվեք կամ նույնիսկ եթե դուք դատվեք, դա ժամանակավոր պատիժ է լինելու, որովհետև ահա նույնիսկ եթե չընտրվենք լինելու հեղափոխություն, Պերևարոտ, որի արդյունքում նրանք բնականաբար ըստ իրենց պետք է ազատվեն արդարադատությունից եւ չնստեն բանտում։ Բնականաբար ի ուրախություն մեզ բոլորիս ես այս բանին կարող եմ արձանագրել հաշվի առնելով այն շփումները, որ ես ունեցել եմ մեր քաղաքացիների հետ, այդ թվում մեր մարզերում, կարող եմ վստահորեն արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առավել քան թրջված են այս տիպի հիբրիդային հարձակումներին դիմակայելու առումով եւ վստահ եմ, որ հունիսի 7-ին մենք դրա ապացույցները կտեսնենք։ Քանի որ ամենատարբեր սոցհարցումներ վկայում են, որ ընդդիմության ցուցանիշները նվազել են եւ հնարավոր է շեմը նույնիսկ չհաղթահարեն, հնարավոր է իրենք հետընտրական ցնցումներ անեն։ Ես վստահ եմ, որ հնարավոր չէ, որովհետեւ կրկնում եմ, այդ մտքերը եւ այդ ինֆորմացիան տարածվում է այն նպատակով, միայն այն նպատակով, որպեսզի իրենց կողմնակիցների որոշ շրջանակ շարունակեն աջակցել իրենց, շարունակել ներգրավված լինել ընտրակեղծարարության այդ գործընթացի մեջ, որովհետև հակառակ պարագայում որևէ տրամաբանություն եւ որևէ շարժառիթ եւ մոտիվացիա մնալու այս process-ի մեջ ուղղակի չկա, որովհետև մարդիկ տեսնում են, որ ամենօրյա կտրվածքով հակակոռուպցիոն կոմիտեն 1 կամ 1-ից ավել բացահայտումների հրապարակումներ է անում եւ այդ պարագայում պետք է հասկանալ այն մարդիկ, ովքեր ներգրաված են այդ հանցավոր խմբերի մեջ, ինչ
մոտիվացիա պետք է ունենան շարունակելու նույն գործունեությունը եւ տրամաբանորեն է, որ այս համատեքստում այդ մտքերը, որ կլինի հետընտրական գործընթաց, կլինի բերևառոտ, կլինի սա, թերևս հիմնական շարժառիթը կարող է լինել, որի արդյունքում նրանց կխափանվի նրանց այս գործընթացից դուրս գալը։ Ռոբերտ Քոչարյանն է անդրադարձել Ռուբիոյի այցին եւ ասել, որ այդ այցը մեկ նպատակ ունի՝ խեղճացնել Ռուսաստանի Դաշնությունը։ Այսինքն ավելի կարևոր է թե ինչպես կվերաբերվի Ռուսաստանի Դաշնությունը, քան թե մեր երկրի պետական շահն է այս մարդու համար։ Դե Քոչարյանը ընդհանրապես իրեն առհասարակ որպես քաղաքական գործիչ նույն սկսած այն պայից, երբ նա ստանձնել է Հայաստանի ղեկավարի պաշտոնը, թե որպես իշխանություն, թե որպես ընդդիմություն, ընդհանրապես իր կեցվածքով եւ իր խոսուտեսույթով մշտապես տպավորություն է ստեղծել ավելի շատ այլ երկրի ներկայացուցիչի, քան Հայաստանի, այնպես որ այդ առումով որևէ զարմանալու բան չկա։ Եվ նաև պարբերաբար այցելում է համայնքներ, թեև ժամանակին ասել էր, որ իր համար դժվար է գնալ, բայց հիմա երևի ստիպված գնում է եւ խոսում թե իր իշխանության ժամանակ ինչեր է արել, սա է արել, նա է արել, այսինքն եւ քննադատում ներկայիս իշխանությունների այն մեծածավալ աշխատանքը, որը երևի նախկին 30 տարիներին չի եղել։ Դե հա, դա իհարկե զավեշտ է ընդհանրապես զավեշտ է առաջացնում, որ ես եղել է, փորձեր եղել են այդպես դրվագներ լսեմ Քոչարյանի տարբեր ելույթներից կամ այդ իրենց ոդկասթի հատվածներից, ցանկացած պայմանական 5 րոպե որ վերցնես, դա երևի այդպես մի 2-3 ժամ անverջ խոսածվելիք կոնտենտի թեմա է։ Եվ Քոչարյանը իրականում շատ հեշտ թիրախ է մեզ համար, օբյեկտիվորեն, որովհետև մեկ բառ երբ նա արտահայտում է, դրա վրա 10-20 100 հատ կարելի է ի պատասխան հարցեր, հարցադրումներ ներկայացնել իրենց կողմ եւ կարծում եմ, որ շատ հավանական է, շատ մեծ է հավանականությունը, որ նրանք ընդհանրապես այս անգամ անցողիկ շեմը չեն հաղթահարի։ Քոչարյանը խոսում է ինչ-որ նաև ի թիվս ձեր ասած մտքերի, խոսում է ինչ-որ բարոյականությունից հաճախ, խոսում է թասիբից, խոսում է ժողովրդի նկատմամբ սիրուց եւ դրա արտահայտման ձևերից, սա իհարկե զավեշտ է, որ կարող Ռոբերտ Քոչարյանը կարող է ընդհանրապես դες բաներից խոսալ, մարդով եկեք դնենք ընդհանրապես բոլոր բաները, մեղադրանքները, որոնք շատ հաճախ ուղղվում են դեպի Ռոբերտ Քոչարյան, այդ թվում տարբեր քաղաքական սպանությունների տեսքով, այդ թվում կոռուպցիայի տեսքով, այդ թվում հազար ու մի տարբեր թեմաներ ինքներդ ավելի լավ գիտեք, հա, մենակ կեղծված ընտրությունների թեման, հա, այսինքն մարդ ընդ որում հենց այդ համատեքստում ասա շատ կարևոր էլի, երբ ասում է բանը 30-ի, ասում է վարչապետի մասին խոսելուց, ասում է այդքանից հետո 30-ի ժողովրդի հետ խոսելու այդքանից հետո, այսինքն էլի եմ ասում պայմանականորեն դրեցիք այդ ամեն ինչը մի կողմ, հա, մարդ ով իսկ 10 տարվա կառավարման ժամանակահատվածում ամբողջությամբ հիմնահատակ ոչնչացրել է ընտրությունների ինստիտուտը, այն որ տենց ընտրությունների նկատմամբ վստահությունը ժողովրդի, այն որ հետևողականորեն այս մարդը բռնաբարել է, ու այդքանից հետո այս մարդը 30-ի փաստորեն շփվել ժողովրդի հետ, մտնել մարդամեջ, եւ այդ ամեն ինչը հերիք չի, մի հատ էլ վստահության քվե հայցել այդ նույն մարդկանցից։ Սա աբսուրդ է իհարկե եւ զարմանալի չէ, թե ինչու նրա համար դժվար է եւ առանձնապես հաճելի չէ ժողովրդի հետ շփվելը, հենց այս բոլոր օրինակները գալիս են այդ ամեն ինչը բացատրելու եւ հիմնավորելու եւ կարծում եմ ժամանակն է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ իր քաղաքական ուժը, դաշնակցությունը եւ մնացած բոլոր այդ ամբողջ խմբակը մեկ ընդմիշտ դուրս գա մեր քաղաքական դաշտից եւ ճանապարհ բացի վերջապես նոր ուժերի, նոր մտքերի համար, որովհետեւ որևէ հավելյալ արժեք այս մարդիկ վերջին 5 տարվա ընթացքում չեն ստեղծել, ուզում եմ իդեպ հետաքրքիր վիճակագրություն բերել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի ներկայացուցիչները որևէ օրենքի նախագիծ, որը չի ենթադրում ազգային ժողովի հայտարարություն։ Այսինքն եղել են ազգային ժողովի հայտարարությունների նախագծեր, որոնք ի սկզբանե իրենք վստահ են եղել, որ չեն ընդունվելու, որտեղ դա քաղաքական աստար կար եւ ըստ էության այդ
հայտարարությունների թիրախում ոչ թե մեր ժողովուրդներ, այլ պետություն պայմանական։ Բացի այդ նախագծերից 5 տարվա ընթացքում գեթ 1 նախագիծ չեն ներկայացրել։ Կարող է սխալվում եմ, դա 1 հատ լինի։ Ըստ պատկերացնում եք 5 տարվա այս մարդկանց աշխատանքային ամբողջ ժամանակահատվածում մի նախագիծ չեն բերել ազգային ժողով։ Կամ կառավարության հետ հարց ու պատասխանների կեսից ավելին ուղղակի չեն եղել։ Ընդ որում կարևոր է նշել, որ եկե գրանցվել են, բայց չեն մասնակցել։ Բայց հույս ունեմ, որ Ես, հա, բայց հույս ունեմ, որ պետք է անցնի, այդքանից հետո երես ունեն, ցիտում եմ դասականին, շփվել ժողովրդի հետ եւ ժողովրդից հայցել վստահության կվել։ Մի ուշագրավ հայտարարություն էլ հիշեցնեմ Ռոբերտ Քոչարյանից, բավականին վերջերս խոսել էր, թե տվեք 1 քաղբանտարկյալի անուն իմ իշխանության օրոք։ Հա, դե Facebook-ը ողողված է իհարկե այդ հայտարարությամբ, ով հասցնում էր այդ անունները ցուցակը հրապարակում էր։ Իհարկե սա զավեշտ է եւ ասում եմ, այս մարդը առնվազն իր դեմքով գնալ ընտրություններին, դա շատ զարմանալի բան էր իմ կարծիքով։ Շատ հեշտ թիրախ են իրանք մեր իշխանության համար, կարծում եմ պետք է իրենք փոխեին կամ առնվազն առաջի դեմքին, չնայած երևի դա իրենց եւս չէր փրկի, կամ ընդհանրապես դուրս գային քաղաքական դաշտից։ Մեկ ընդմիշտ։ Քիչ առաջ խոսում էինք Քոչյանի արժանապատվության մասին բարձրաձայնելուց, Գագիկ Ծառուկյանն էլ է վերջին շրջանում հաճախ խոսում դրա մասին, հավանաբար մոռացել է 11 տարի առաջ Հանրապետական ԴԳՄ հայտնի նիստում ինչ բառապաշարով էին խոսում իր մասին, կարծեք թե ուշացել է, հա, 11 տարի։ Տեսեք, խնդիրը նրանում է, որ ընդհանրապես այս 4 քաղաքական ուժերը, ես արդեն կարծում եմ պետք է արդեն քառագլուխ պատերազմի կուսակցություն արդեն, որովհետև Արման Թաթոյանը միանշանակ ի սկզբանե այս ամբողջ գործընթացի մաս էր, ընդ որում այս վերջի ռուսական լրատվամիջոցների հրապարակումները եւ բացահայտումները չի պատճառը թե ինչ եմ ես ասում, ուղղակի ես առնվազն փորձել եմ որևէ աստար չտալ նրա կամ չանդրադառնալ նրա գործունեությանը, բայց այն որ ըստ իր էության որևէ բանով չի տարբերվում Ծառուկյանից կամ Քոչարյանից կամ Կարապետյանից միանշանակ է։ Ես ասում եմ, այս քառագլուխ պատերազմի կուսակցությունը ընդհանրապես քաղաքական ասպարեզ է մտնել ոչ իր կամքով։ Սա իմ խորին համոզմունքն է, նու կամ առնվազն կարող ենք Քոչարյանին հանել այս ցուցակից, բայց Քոչարյանի պատմությունը գնում է դեռևս 2018 եւ հետեւաբար 21 թվական, այստեղ էլ ես վստահ չեմ, որ կար նրա կողմից մեծ ցանկություն քաղաքականությամբ զբաղվելու, չնայած որ մի առանձնահատկություն նրա պարագայում կա եւ դա այն է, որ նա ունեցել է հեղափոխությունից ի վեր իր ունեցվածքը պահելու խնդիր եւ դա կարող է դիտարկվել որպես բավարար շահագրգռվածություն շարունակել քաղաքական գործունեությունը, որպեսզի դրանով իսկ փորձել պաշտպանել իրենց ունեցվածքը, խոսքը գնում է իհարկե ապօրինի գույքի շրջանակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գործերի մասին։ Ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանից այս պայմանությամբ գլխավոր դատախազությունը պահանջում է եւ գործը դատարանում է, պահանջում է առավել քան $200 միլիոն գույք ֆինանսական միջոցներ եւ տարբեր տեսակի ակտիվներ։ Եվ այս դոսիե կենտրոնի հրապարակման մեջ կան անուններ, որոնք առաջադրվել են որպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որպես տեխնացու, այստեղ իրավական ինչ-որ պրոցեսներ չպետք է սկսենք։ Այդ հարցին երևի ավելի լավ կպատասխանեն իրավաբանները կամ իրավապահ մարմինները մեր, բայց ես կարծում եմ, որ սրանք իհարկե շատ ուշագրավ տեղեկություններ են, որոնց պետք է մեր հանրությունը, որոնցից պետք է տեղյակ լինի, հանրությունը եւ մենք իհարկե, բայց կարծում եմ սա նորություն չէ մեզ համար, որովհետեւ սրան մասին ըստ էության մենք շատ վաղուց արդեն խոսում ենք եւ երբ խոսում ենք երրագլուխ լրտեսների կուսակցության մասին, դա սա այս բոլոր բացահայտումները գալիս են հենց ապացուցելու մեր ասածը եւ հետեւաբար այստեղ քաղաքական առումով առնվազն որևէ նորություն չկա, ինչ վերաբերում է իրավական գնահատականին եւ իրավական հետևանքներին այս ամենի, կարծում եմ այդ հարցի պատասխանը ավելի լավ կտան մեր իրավապահ մարմինները։ Եվ ամփոփելով ինչպես է գնահատում ձեր քարոզարշավը, գնում եք մանավանդ եւ Կբարձեր եւ Երևանում եք լինում։ Ես կարծում եմ, որ ուղղակի բացառված է, որ ժողովուրդը տեր չկանգնի խաղաղությանը եւ
Հայաստանի Հանրապետության պետականությանն ու ինքնիշխանությանը եւ այս միտքը գալիս է ապացուցելու մեր առաջին օրվանից մինչ օրս ամենօրյա մարդկանց հետ շփումները եւ մեր քարոզարշավը եւ միանշանակ է որ ես ինձ համար առնվազն արձանագրել եմ որ առաջի օրվանից մինչ օրս ահռելի դինամիկա կա մարդկանց ակտիվության մարդկանց քաղաքականացվածության, մարդկանց ներգրավվածության այս process-ների մեջ եւ նաեւ սա գալիս է ապացուցելու IRA-ի վերջին հարցումները, որոնք ի համեմատ փետրվար ամսի, եթե չեմ սխալվում, առաջի հարցումը տեղի ունեցել, արդեն մայիս ամսին անցկացված մայիս թե ապրիլ, կարող է մայիս, երևի մայիս ամսվան անցկացված հարցումների արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մոտ 10%-ի առաջընթաց ունի եւ զուգահեռաբար ընդդիմությունը մոտ մի այդքանի նվազում եւ դա ակնառու է դա մենք տեսնում ենք թե փողոցներում մարդկանց հետ շփվելիս թե նաեւ իրենց խոսույթների եւ հարցազրույցների եւ ելույթների համատեքստում, որովհետեւ կարծում եմ շատ լավ էր որ արհեստական բանականությանը եկավ փոխարինելու իրական կալուգացին եւ դրանով կարծում եմ շատ բան իր տեղն ընկավ։ Եվ ընդդիմության շահարկման մասին կուզեմ խոսեք։ Դուք Երևանցի եք, ծնվել եք Երևանում, ավելի շատ այստեղ եք լինում եւ ամենօրյա շփումը ավելի շատ երևանցիների հետ է։ Կա նման բան, որ Երևանում ավելի քիչ ձայներ կհավաքի Նիկոլ Փաշինյանը, ինչպես պնդում է ընդդիմությունը։ Բացարձակ իրականում անկեղծ որ լինեմ ես ինքս ընտրություններից առաջ որոշակի սկեպտիցիզմ ունեի այս հարցի վերաբերյալ այդ թվում լսելով տարբեր մարդկանց եւ մասնավորապես ընդդիմադիրների կողմից հրամցված այդ մտքերը, բայց ի ուրախություն մեզ բոլորիս պետք է արձանագրեմ, որ Երևան մայրաքաղաքում մեր քաղաքացիները առնվազն ոչ պակաս աջակցում են մեզ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ մասնավորապես վարչապետ Փաշինյանին եւ այս էներգետիկան եւ այս վերաբերումքը մենք տեսնում ենք ամենօրյա շփումներում մեր քաղաքացիների հետ, ասում եմ, կրկնում եմ, ես ինքս դրականորեն զարմացած եմ այդ արդյունքներով, ինչը խոսում է նրա մասին, որ մեր քաղաքացիները անցած լինելով իսկապես դժոխային դրվագների միջով մեզ հետ միասին, մեր քաղաքական ուժի հետ միասին իսկապես թարծվել են նմանատիպ հիբրիդային հարձակումների համատեքստում եւ կարծում եմ մեր հասարակությանը այլևս երբեք հնարավոր չի լինի խաբել, մոլորեցնել եւ դարձնել կեղծ ինֆորմացիայի զոհ եւ այս առիթով ես մեզ բոլորիս շնորհավորում եմ, որովհետեւ կարծում եմ որևէ երկրի պայծառ եւ դրական եւ բարգավաճ ապագայի գլխավոր գրավականը դա տեղեկացված եւ հիբրիդային հարձակումների նկատմամբ մեծ իմունիտետ ունեցող հասարակությունն է, որը բարեբախտաբար ուրախ եմ արձանագրել, որ մենք ունենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար